Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Հակոբյան։ Տիկին Հակոբյան, գիտեք, նախընտրական թոհուբոհը սկսվել է նախընդհանուր առմամբ ձեր գնահատմամբ ինչ է կատարվում, որովհետեւ վերջին օրերին առնվազն տեսնում ենք հակակոռուպցիոնի բացահայտումները, ձայնագրությունները, ոչ այդքան հաճելի, եկեք խոստովանենք, ինչ է ընդհանուր առմամբ կատարվում եւ նաեւ անդրադառնանք այս պատերազմ խաղաղություն դիսկուսին, որովհետեւ Սամվել Կարապետյանը ոչ ավել ոչ պակաս հայտարարում էր, որ ինքը խոստանում է, որ սեպտեմբերին պատերազմ չի լինելու, որովհետև սեպտեմբերին ինքն է լինելու արդեն վարչապետը, իսկ ինքը գալու է խաղաղության օրակարգով։ Ինչ է կատարվում, իրականում այտենց ինչ որ քաղաքական աջապսանդար է ստացվել, որովհետև մենք հայտ տված տարբեր մարդիկ ունենք, հա, Կալուգայից օլիգարխից մինչև, չգիտեմ, Քենիայից հանցագործ որպես հայտնի եղբայրներ, ինչ որ փախած ԲՀԿ-ից կտրված փախած ինչ որ ոչ adekvat ինչ որ աղջի եւ տարբեր են, հա, մինչև մեր տեղական Քոչարյան, ով ասում է, որ մենք չպետք է պարփակվենք մեր սահմաններում, կարելի ասել կա մեր ուժը եւ կա մի թեւ, որը առաջարկում է տարբեր տեղերից է ղեկավարվում եւ առաջարկում է ունենալ հավակնություններ, մեծանալ, հզորանալ, այսինքն Հայաստանի պետականության դեմ տարբեր ուժեր եւ այդ ուժերից ունենք ոնց որ հայտնի տեսանյութում է ասում S-ը, M-ը, L-ը եւ XL-ը համեցեք այնպես որ քաղաքացին շատ բան չունի այտենց խորանալու, մտածելու, հա, կամ ընտրում է խաղաղությունը մեզ, կամ ընտրում է այն կողմին, որոնք միավորվելու են եւ ամենայն հավանականության մեր տեղական Քոչարյանին դարձնելու են ղեկավար եւ որ վերջինս չի պարփակվելու մեր սահմաններում եւ սկսելու է այն ինչ որ մենք ասել ենք, սկսելու է այն դժոխքը, պատերազմը, որից այդքան խուսափում ենք եւ չենք ուզում որ լինի։ Տիկին Հակոբյան, բարբերաբար ես այս հարցը տալիս եմ, թվում է թե ամենամեծ շահագրգռվածությունը ես ունեմ, բայց այնուամենայնիվ այս ամբողջը նաև հակակոռուպցիոնի վերջին բացահայտումները կրկին հիմք չեն ստեղծում, որպեսզի իրավական ճանապարհով ուժերը, որոնք ոչ արդար կամ ոչ թափանցիկ ձևով են մտել դեռևս նախընտրական process-ում ընտրապայքարի մեջ, դուրս դրվեն ընտրական process-ներից։ Անկախ մարմին պետք է որոշում կայացնի։ Արդյոք այդ ընտրակեղծիքների մասին հաղորդումները եւ բացահայտումները հակակոռուպցիոն կոմիտեի արդյոք ունեն ազդեցություն ընտրությունների արդյունքների վրա կարող են ունենալ, որովհետև օրենքը ասում է, որ եթե կարող են, ապա չպետք է գրանցում լինի։ Մենք այստեղ ոչ գնահատական տվողն ենք, ոչ էլ։ Ես իհարկե ցանկանում եմ, որ մենք ջախջախենք այդ ուժերին ընտրությունների միջոցով, սա հաճելի ելք կլինի, բայց մենք իրավասու չենք անգամ գնահատական տալ, դա պետք է որոշի եւ ես չեմ ուզում խառնել։ Ես կցանկանայի, որ նրանք քաղաքացուց ստանան այդ ջախջախումը, որովհետեւ քաղաքացին հասկանում է, որ այն 10,000-ը, այն 20,000-ը, 50,000-ը կապ չունի գինը։ Այն գումարը, որ այսօր տալիս են եւ իր արժանապատվությունը գնում են, սա ընդհանրապես բիզնես է, բիզնեսմենների համար։ Նրանք ներդրում են անում միլիոններ, որպեսզի հետո միլիարդներ իրենից գողանան։ Սա շատ ակնհայտ բան է, էլի, բիզնեսմեն է նա, անիմաստ տեղը ներդրում չի անելու, հետո էլ մի դրամով ծառայի երկրին։ Նա ընդհանրապես ներդրում է անում, որ հետո ավելի շատ գումար հետ վերցնի, որովհետև բավականին շատ բան է տեսնում արդեն թալանելու համար, որովհետև պատկերացնում եք, չէ, որ թրիփը գործարկվում է, ինչ տնտեսական զարգացում է Հայաստանին սպասվում, եւ այդ տնտեսական զարգացումը նման ուժերի իշխանություն գալու դեպքում ծառայելու են ում սեփական էլի հարստացմանը, հա։ Ինչ էր ասում Սամվել Կարապետյանը, ասում էր, երբ որ թալանից են խոսում, ասում էր դրա համար Հայաստանում պետք է իշխանության կան մեծահարուստները, որ էլ չուզեն հարստանան, այսինքն իր մոտիվացիան միայն շատ պիտի փող ունենաս, որ չուզես նորից գողանաս, բայց փորձը ցույց է տալիս, որ այդ շատ հարուստներն ավելի շատ են ուզում հարստանան եւ մոտիվացիադ ոչ թե պետք է դու փող ունես դրա համար չգողանաս, այլ դու գող չես, դրա համար չես գողանում, հա, դա պետք է լինի։ Հա, ասում է կուշտ առաջնորդային։ Այո, դա այդ կուշտը առհասարակ մտածում են որքան հարուստ ենքան լավ։ Իսկ նույն Ռուսաստանում կա օրինակ հայտնի բիզնեսմեն,
որը էլի երկքաղաքացի է, բայց ազգությամբ ադրբեջանցի է, որը Forbes-ի ցուցակում Սամվել Կարապետյանից առաջ է։ Այդ նույն տրամաբանությամբ նա ավելի հարուստ է կարող, առաջարկեն ինքը գա օրինակ ղեկավար, հա, կարող է ցանկությունն է դա։ Եթե չափում ենք կուշտ լինելու չափանիշը, դա ենք դնում մեր համար սանդղակ, ապա այդ ինչքան կուշտ պետք է լինի, ինչքան հարուստ պետք է լինի, իսկ ով ամենահարուստին ընտրեք գա։ Ասում եմ, այդ նույն Forbes-ի ցուցակում Սամվել Կարապետյանից առաջ եւս երկու օրինակ ադրբեջանցի կա, որոնք էլի Ռուսաստանում օլիգարխներ են։ Կարող է նրանց բերեն հանկարծ։ Նրանք իրանից կուշտ են եւ իրենից հարուստ են։ Սա ուղղակի բան է, ծաղրանք է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, սա նսեմացում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն եւ գիտեք, սա գոնե բան է, էլի ընկալելի ինչ որ բան է բոլորի համար, հա, որ իրեն ասում են, այ դու, քանի որ դու հարուստ չես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, դու պոտենցիալ գող ես։ Դու պիտի կուշտ լինես, որ չուզես գողանաս։ Բայց կա ավելի վտանգավոր հայտարարություններ։ Օրինակ ասվում է, որ Հայաստանի Հանրապետություն իրենք բերելու են ուժեղ ուրեմն երաշխավորություն, որևէ գերտերության, դե ակնհայտ է որ գերտերության, որ երկրի անձնագիրը կրում են, եւ ասում է, որ չի պատկերացնում, թե ինչպես կարող է Հայաստանի նման երկիրը ապրել զարգանալ, եթե չկա գերտերության երաշխավորություն, որովհետև կդառնա գործիք Ալիևի ձեռքում։ Այսինքն Սամվել Կարապետյանը հայտարարում է, որ եթե ինքը գա իշխանության եւ որևէ գերտերություն չհամաձայնի վերցնել իր իշխանության տակ, հա, ստանձնել այդ երաշխավորությունը, ինքը ավտոմատ դառնում է գործիք Ալիևի ձեռքում։ Սա է հայտարարում Սամվել Կարապետյանը։ Բայց ես վստահ եմ, որ քաղաքացին սա հասկանալով որևէ նման ուժի իր ձայնը չի տալու եւ այս մարդիկ եւս հասկանում են։ Դրա համար այն մարդկանց, որոնց փորձում են բերել Հայաստան, ընտրելու համար իրենց այդ օրերին գումարով, բացահայտումները գիտեք, նրանց նաև զգուշացնում են, որ դուք պետք է եւս մի 5-6 օր ավել մնաք Հայաստանում, որովհետեւ հետընտրական միտինգներ կան։ Այսինքն նրանք արդեն գիտեն, որ իրենք պարտվելու են եւ այդ հետընտրական միտինգները արդեն հիմիկվանից անում են։ Սա շատ բան է, էլի, ամեն ինչ տեսանելի է։ Եվ քանի որ խոսեցիք իրենց թեզերից, Տիկին Հակոբյան, տեսեք վերջին օրերին ինչ որ իմաստով ավելի են ահագնացել այսպես տեղեկատվական հարձակումները հատկապես։ Էլ Լոռի մարզուց գյուղ հանձնեցիք, էլ 300,000 ադրբեջանցիները եկան եւ արդեն տեղաբնակվեցին Հայաստանի Հանրապետությունում։ Ընդհանուր առմամբ նաեւ մանիպուլատիվ թեզերը քիչ չեն եւ շահարկումները միջին վիճակագրական քաղաքացին Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչ պիտի հաշվի առնի ընտրության գնալուց առաջ ընտրախցիկում, այսինքն հիմա նույն ուժերը խոսում են, որ դուք գալու եք 300,000 ադրբեջանցիների եք բերելու, հանձնելու եք, արդեն հանձնել եք, կհիշեք նույնը 2021 թվականին էր, երբ խոսվում էր Սյունիքը հանձնելու մասին, ինչ որ երևակայական միջանցք հանձնելու մասին։ Տեսեք, այդ հիբրիդային բոլոր հարձակումները, որոնք կան դրսից Հայաստանի վրա, սրանք մի նպատակ ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու մոտ առաջացնել հիասթափություն եւ քաղաքացին կորցնի իր վստահությունը ինստիտուտների նկատմամբ եւ մտածի ինձ պետք է առհասարակ պետություն թե ոչ։ Եվ այս սպառնալիքները տարբեր են։ Քաղաքացի պետք է հաշվի առնի, որ այն լուրերը, որ ինքը ստանում է այդ հիբրիդային բնույթ ունեցող, որ իր մոտ առաջացնում է էմոցիոնալ ինչ-որ պորտկում, կլինի ջղայնություն, կլինի շատ մեծ ուրախություն։ Օրինակները շատ են վերջին օրերին։ Սկսած օրինակ, որ տեսած գնեք, որ իբր Ադրբեջանը գյուղ է հանձնում Հայաստան, սա ուրախ լուր է, չէ՞, կամ օրինակ, որ բոլոր անապահովներին պետությունը 500,000 դրամ է տալիս, սա լավ լուր է, չէ՞, քաղաքացին ոգևորվում է, բայց երբ որ դիմում է եւ ստանում է, որ նման բան չկա, մերժում, ինքը հիասթափվում է։ Եվ կա բացասական օրինակ 300,000 ադրբեջանցի է գալու, իդեպ 3 ադրբեջանցի падգամավորը կարծեմ մեկնաբանել էր այս լուրը եւ հերքել էր, որ նման խոսակցություն չկա, նաեւ կխնդրեմ մեր լրագրողներին ուշադրություն դարձնել նաեւ այս պաշտոնական լուրերի վրա, կամ տեսած կլինեք վերջին օրերին LGBT համայնքի լուսանկարներ են Հայաստանի Հանրապետության փողոցներում պատկերված, որ լինելու է, չգիտեմ, ինչ որ շքերթ եւ օրերս նաեւ մի մեծ բացահայտում եղավ, որ ինչ որ Ռուսլան անունով անձնավորություն դիմել էր մոդովացի քաղաքասարակությանը ներկայանալով որպես գործակալ գովազդային եւ առաջարկում էր գումարով իրենց բերել Հայաստան
տեսեք, որոնք կաջակցեն Նիկոլ Փաշինյանին եւ իր քաղաքականությունը դեպի Եվրոպա եւ նաեւ կհորդորեն LGBT համայնքի համար ինչ-որ շքերթ կազմակերպել, չգիտեմ ինչ, սա բացահայտված Ռուսլան անունով ինչ-որ մեկը նամակ է գրում ռուսերեն լեզվով տարբեր մոլդովացի բլոգերների եւ առաջարկում է գալ Հայաստան։ Հիմա սա ինչի համար է։ Նայեք, Հայաստանը տեղյակ չէ, մենք Մոլդովայի գործընկերներից ենք իմացել, որ նման լուր կա։ Սա ինչի համար է, որ հասարակությունը ջղայնանա նախ, որովհետև ուսումնասիրում են Հայաստանի դաշտը, հասկանում են, որ սա զգայուն թեմա է Հայաստանի համար։ Օրինակ Երևանում դա զգայուն է, բայց օրինակ Ամստերդամում դա զգայուն թեմա չէ, այսինքն հաշվարկում են այդ ամեն ինչը։ Եվ քաղաքացին կհիասթափվի, կասեն, տեսեք, դրսից ազդեցություն է Հայաստանի ներքաղաքական process-ների վրա մեկ, եւ երկրորդ, այս մարդիկ, որ ընտրվեն, մեր արժեքներն են խաթարելու, տեսեք, ինչ բարքեր են բերելու, ցանկությունը սա է, հա։ Այսինքն կոնկրետ ունի նպատակ է հիբրիդը եւ քաղաքացին պետք է հասկանա, որ եւ թե ինչ որ մի լուր, որը պաշտոնական աղբյուրից չի, իր մոտ առաջացնում է ցասում կամ ինչ որ շատ մեծ ուրախություն, օրինակ, հա, չէ, ինչ որ գյուղ են տալիս Հայաստանին կամ ինչ որ փող են բաժանում քաղաքացուն, ինքը պետք է նախ չհավատա այդ լուրին։ Եվ ես նաև նկատում եմ միտում, որ հիմա քաղաքացիները սկսել են այդ ռեակցիան ունեն եւ սկզբից չեն հավատում, շատ ալինում ուղարկում են, ասում են, սա ճիշտ է, սխալ է այս լուրը, այնպես որ այս առումով լավ է, դուք գիտեք նաև որ մենք Եվրամիության հետ ծրագիր կա եւ աջակցում են Հայաստանին այս առումով, ստեղծվել է Հայաստանում իդեպ, ստեղծվել է Ստուգել AM հարթակ, որտեղ կարող են մեր եվրոպացի գործընկերների աջակցությամբ այդ հարթակը ստեղծված եւ այդ կայք մտնելով քաղաքացիները կարող են ստուգել արդյոք այս լուրը ճիշտ է թե ոչ գրեն, արդյոք այս լուսանկարը AI-ով է գեներացված թե ոչ, արդյոք այս տեսանյութը իրական է թե ոչ, այսինքն սա շատ լավ գործիք է, առաջարկում եմ նաեւ մեզ լսողներն էլ փորձեն եւ լուրերը նաեւ փորձեն այդտեղ ճշտել ճիշտ է թե ոչ։ Եվ Տիկին Հակոբյան, թե հիբրիդային հարձակման տրամաբանության մեջ եւ թե ամենատարբեր հայտարարությունների տրամաբանության մեջ հաճախ ենք նկատում, որ թիրախում քաղաքացին է։ Օրինակ նույն քաղաքացու օրը, նույն ձայնագրությունները, որոնք մենք լսում ենք, որտեղ քաղաքացու արժանապատվության նվաստացման այնպիսի օրինակներ կան, թե ինչպես են փորձում բլուզկա, շալվար, գազի գին ուսման վարձ առաջարկելով մարդկանց մոտիվացնել իրենց ընտրել եւ նորմալ է առհասարակ նաեւ սեփական էլեկտորատին կամ մարդկանց, որոնցից ակնկալում ես քվե ստանալ, ես հիշում եմ Հանրապետության հրապարակը, երբ լեփլեցուն էր համերգի ժամանակ, ապրիլի 25-ի մասին է խոսքը, անվանարկեցին էլ թուրք, էլ ամենավերջին ձևով անգամ հայոյախառն բառամթերքով նորմալ է, որ քաղաքական ուժի ներկայացուցիչները, այսպես ասած, թիրախավորում են քաղաքացուն այն դեպքում, եւ նույն քաղաքացուց են ակնկալում քվե ստանալ եւ նաեւ նախկին բարքերը ինչու են, այսպես ասած, քաղաքական առումով կարծես թե դեժավյու են ապրում, որովհետեւ այս ամեն ինչը ինչ որ իմաստով նաեւ հիշեցնում է օրինակ Սերժ Սարգսյանական ժամանակները, ընտրակաշառքը նկատի ունեմ, ինչու են նախկին բարքերը կրկին այսքան ակտուալ դարձել։ Որովհետեւ նախկին իշխանություններ այսօր ընդդիմություն եւ հիշում ենք, որ նախկին իշխանությունները այդ գումարը բաժանում, իրենք իրենց գործելավոճը չեն փոխել, որովհետեւ այլ տարբերակ չունեն, հա, որոշ մարդիկ մտածում են, որ կբացահայտվի, որ իրանք գումարը վերցրեն եւ չեն ընտրել եւ գնում ընտրում են իրենց միջոց է ընտրություններում քվե հավաքելու եւ այս ամեն ինչը բայց քաղաքացին մերժել է 18 թվականին, նաև այս ամեն ինչից զզված է գնացել ու մերժել այդ մարդկանց։ Եվ հիմա ակնկալում են, որ քաղաքացիները պետք է նույն կերպ գնան եւ ընտրեն իրենց, սա չլինող բան է։ Ես կարծում եմ, որ տեսեք օրինակ Սերժ Սարգսյանի թիմը հասկացավ, որ իրենք իրենց անունով, իրենց դեմքերով անհնար է, որ ունենան հաջողություն։ Իհարկե, տեղակայվեցին են մյուս ուժերի մեջ որոշները, աջակցում են տարբեր ուժերին, նաև, հա, Թաթոյանին, չգիտեմ, Կալուգացի օլիգարխին, նրանք աջակցում են, բայց իրենց դեմքով չեն ներկայանում։ Ռոբերտ Քոչարյանը դա չի հասկացել։ Չի հասկացել եւ կարծում եմ, որ սա իրեն բերելու է եւ պատին է, ուրեմն գլուխը խփելու նորից եւ չի անցնելու խորհրդարան։ Ես կարծում եմ, որ նա բավականին մեծ տոկոսով ձայներ կարող է փոշիացնել, շատ ռեալ է, որ կփոշիացնի։
Կարծում եք Ռոբերտ Քոչարյանը չի անցնելու խորհրդարան։ Իդեպ ես նաև դա ելույթով իրենց դեմքին եմ ասել, որովհետև նրանց վարկանիշը գնալով իջնում է, իսկ դուք տեսնում եք, որ անգամ Քոչարյանահաճո այդ տարբեր կազմակերպությունները հարցում էին, որոնք 21 թվականին ասում են, որ Քոչարյանն է հաղթում, այսօր տարբեր էլի հարցումներ են հրապարակում, որի արդյունքում մենք առաջատարն ենք եւ նախորդ ամսվա համեմատ անգամ ունենք տոկոսային աճ, անգամ Քոչարյանահաճո հարցումներն են դա ասում։ Այնպես որ իդեպ նույնն էլ այս ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները, եթե վստահ լինեին, որ իրենք ունեն հանրային աջակցությունը, նրանք համատարած չէին բաժանի այդ ընտրակաշառքները, որովհետև մենք ամեն օր, հասկանում եք, դա ամոթ է։ Պարզապես ամոթ է, ամեն օր հակակոռուպցիոնը հրապարակում է հերթական սերիան։ Արդեն մարդիկ ծաղրում են սոցցանցերում, ասում են հաջորդ սերիան է դուրս եկել, մտեք նայեք։ Ամեն օր բացահայտում կա տարբեր գրասենյակներում, թե տարբեր նաև ապացուցված հեռախոսազանգերով տարբեր միջոցներով, թե ինչպես են նրանք համատարած ընտրակաշառք բաժանում։ Եթե նրանք չունեն խնդիր ընտրվելու, ինչու են այդ ընտրակաշառքները բաժանում։ Ուրեմն վստահ չեն, չէ՞։ Քանի որ հարցումներից եւ արդյունքներից խոսեցիք, տեսեք, ըստ Գելապի էլ եթե հաջորդ կիրակի ընտրություն լինի քաղաքացիական պայմանագիրը Գելապը լավագույն ուժը բանը չէ, կազմակերպություն չէ, որովհետեւ սա իդեպ են Գելապի հետ կապ չունի հայտնի, սա հենց Քոչարյանահաճո Գելապն է, ով 21 թվականին Քոչարյանին առաջին հորիզոնական էր տվել, ընտրություններից առաջ մենք պարտվում ենք Քոչարյանին, այդ Գելապն է, բայց անգամ այս Գելապի արդյունքներով մենք այսօր առաջատար ենք եւ նախորդ հարցմանը հետ համեմատած ունենք կարծեմ 2.4% աճանք։ Բայց հավաքական ընդդիմությունը այստեղ նկատենք, որ ավելի շատ ձայներ ունի, քան քաղաքացիական Գելապն է դա։ Այն Գելապն է, որ ասում Քոչարյանին տալիս էր առաջին տեղ։ Եվ ուժեղ հանրահավաքի մասին են խոսում մայիսի 8-ին, գիտեք, նախընտրական քարոզարշավը սկսվում է, ասում են, որ ուժեղ հանրահավաքով են մեկնարկելու եւ նաեւ գիտեք, վերջին շրջանում քիչ են նման խոսակցությունները, շահարկումները, թե ինչքան վախեցած է ձեր ուժը։ Վախեցած եք Տիկին Հակոբյան ուժեղ հանրահավաքի կապակցությամբ։ Այդ մարդիկ ուժեղ կարողանում են միայն ընտրակաշառք բաժանել։ Համատարած ուժեղ ընտրակաշառք են բաժանում, ուժեղ շալվար ու տելևիզոր են բաժանում, ուրիշ բան նրանք ներողությունից բարերի համար ուղիղ մեջբերում է, այդ հակակոռուպցիոնի հրապարակած տեսանյութերից։ Նրանք միայն դա են կարողանում անել։ Եվ ուժեղ ստորացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Ուժեղ ստորացնում են, մենք տեսնում ենք, թե ինչպիսի բառերով են անվանարկում, Շունշանգյալից միջև, չգիտեմ ինչեր, որոնք չեմ ուզում նորից այստեղ մեջ բերեմ։ Այս ուժի անունը ես հիշում եմ վերջին ամիսներին միայն այս երկու դեպքով, նրանք ուժեղ այլ ոչինչ չունեն, եթե ուժեղ լինեին, կանանց, հոգևորականների եւ հերոսի անվան տակ չէին թաքնվի ու ընտրակաշառքը չէին տա խոցելի կերակրող մորը բաժանելու օրինակ։ Եվ Տիկին Հակոբյան, շատ է խոսվում, որ այս ընտրությունները պատերազմի ու խաղաղության մասին ամենատարբեր երկընտրանքներ են առաջարկվում։ Ամփոփելով, ինչ երկընտրանք է դրված այս ընտրություններում եւ ինչու է այս ընտրությունները հատկապես այսքան կարեւոր եւ կարծես թե նաեւ միջազգային ինչ-որ իմաստով ուշադրության կենտրոնում։ Սա իրականում սովորական ընտրություններ չեն։ Մենք չենք ընտրում տնտեսությունը քանի տոկոսով զարգացում կապրի, միայն դրա համար չենք ընտրում, կամ միջին բիզնեսը, խոշոր մանր բիզնեսը որքան կաճի, կամ քանի դպրոց մանկապարտեզ կկառուցվեն։ Տեսեք, ես կարևոր բաներ եմ ասում, բայց այսօր դրա մասին չէ ընտրությունը, այլ նրա մասին է կլինի խաղաղ մեր երկիրը, որպեսզի այն մնացած զարգացումները տեղի ունենան։ Եթե չլինի խաղաղ, ոչ ոք ոչ դպրոցին է նայելու, ոչ կարևոր է լինելու ճանապարհը կառուցված է թե չէ, այդ բիզնեսը որոշելու է գնա Հայաստանից, որովհետև միջավայր չկա դա զարգացնելու, որովհետև պատերազմը ամենավատ բանն է, որը ուղիղ ազդում է նաև տնտեսության վրա։ Այդ օրինակ այդ համայնքը կարևոր է լինելու, այդտեղ դպրոց մանկապարտեզ կա թե չէ, եթե ապահով չէ տնից դուրս չեն գալու։ Այսինքն կարևոր է այսօր ընտրել դու այս խաղաղությունը, որը մենք չենք խոստանում, որ կլինի, խաղաղությունը կա, մենք խոստանում ենք, որ դա ավելի կամրապնդվի, ավելի ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդրվի, ու մենք էլ չենք հաշվի 7 ամիս, 14 ամիս, չգիտեմ, 18 ամիս է խաղաղ։ Մենք այլևս կմոռանանք այդ ամսաթվերի մասին ու նորմալ կլինի, թե
արդեն դելիմիտացված սահմանին առանց սաղավարտի սահմանապահի ներկայությունը, նորմալ կլինի, որ կրակոցներ չկա, նորմալ կլինի սահմանին խաղահրապարակ ունենալն ու այնտեղ խաղաղ ապրելը։ Մենք ասում ենք սա է նորմ։ Այ դրանից արդեն բխելու է թե զարգացումը, իսկ այդ զարգացման համար մենք բոլոր հիմքերը գցել ենք, որպես առհավատ չանել TRIP ծրագիրը, տարբեր երկրների հետ զարգացող հարաբերությունները, տարբեր համագործակցությունը, մեր տնտեսական հսկայական աճը, անգամ մեր խոստացածից ավել եւ վերադարձող հայրենակիցները, սա իզուր չեմ ասում, որովհետեւ մենք նախորդ տարի ունեցել ենք դրական սալտո 8000-ից ավել քաղաքացու, որոնք մշտական բնակություն են հաստատել Հայաստանում, այսինքն ավելի շատ են եկել Հայաստան, քան գնացող։ Այդ տարբերությունը եղել է 8000։ Այսինքն մենք ներգաղթ ենք ապահովել, իսկ մնացած բոլոր ուժերը իրենց իշխանավարման ժամանակ երաշխավորված արտագաղթ են ապահովել, թե կալուգացի օլիգարխի եղբայրը Կարեն Կարապետյանի իշխանություն եղած ժամանակ Հայաստանից այդ 300,000 մարդը գնացել են, պաշտոնական թվեր եմ ասում, գնացել են։ Թե դե Ռոբերտ Քոչյանի մասին չեմ խոսում, նրա ժամանակ միլիոնի կարգի հայ է գնացել Հայաստանից։ Եվ միանշանակ է, քանի որ սա շատ է որակվում հատկապես նախընտրական շանտաժ եւ կամ մանիպուլյացիա, միանշանակ է, որ այդ ուժերը գալով բերելու են պատերազմ, որովհետեւ ելի եմ ասում, իրենք միայն խոսում են խաղաղության մասին։ Ինչ եմ ասում, որ սա խաղաղության եւ չխաղաղության մասին է այս ընտրությունը, որովհետեւ մնացած ուժերը ասում են, հայտարարում են, Սամվել Կարապետյանը այն օրը հայտարարեց բանի ժամանակ այդ հարցազրույցի, Ռոբերտ Քոչյանն է հայտարարում, բոլորը հայտարարում են, որ գալու են, ինչ վերաբանակցելու են, չեղարկելու են հիմքերը մեր խաղաղության, դա խաղաղության համաձայնագիրն է, դա TRIP-ն է, հա, այսինքն գալու են եւ ասելու են հələ մի րոպե։ Սեզ չի լինի։ Միացյալ Նահանգները չի կարող երաշխավորել այս ճանապարհը։ Պետք է բերել Ռուսաստանին, եթե Ռուսաստանից ավել ուժ են ասում, Չինաստանին էլ են բերում, հա, բերում են, այսինքն դուք հասկանում եք, որ տենց մարդ չկա, ով մի քիչ տեղյակ է աշխարհից, իսկ մեր քաղաքացիների մեծամասնությունը տեղյակ ինչ է կատարում, չկա մի մարդ, որ կարող է այդ նախադասությունը լրջորեն արտահայտել, որ Ռուսաստանի Դաշնությանը եւ Չինաստանին բերելու են Միացյալ Նահանգների հետ երաշխավոր։ Հիմա այս մարդիկ ասում են, մենք բերել ենք ուժեղ երաշխավորություն։ Հասկանում եք։ Իսկ դա ուղիղ այդ երկրների շահի սպասարկումն է մեր երկրում։ Մենք ասում ենք, մենք ինչ ունենք, սա հրաշալի ուղղությունը, սա նաև գնահատում է քաղաքացին եւ մեզ հորդորում է ամրապնդել այն ինչ ունենք։ Այս մարդիկ էլ գալիս են չեղարկելու։ Մենք պետք է ընտրենք այդ չեղարկման եւ ամրապնդման միջև։ Իսկ քաղաքացին արդեն ընտրել է վստահ եմ։ Շնորհակալ եմ, Տիկին Հակոբյան։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն էր, կհանդիպենք։